Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 18-ն է, առավոտյան ժամը 7:08 ես գտնվում եմ Երևանում, Պռոշյան փողոցում և ուզում եմ մի ավտոլայվ ռեժիմով, իհարկե ուղիղ եթեր չեմ անում հատուկ, որպեսզի չարձանագրվի այս ուղիղ եթերի պահը ոստիկանները չփորձեն խոչընդոտել այս տեսագրությանը, բայց անդադար ռեժիմ է լինելու նկարահանման, այսինքն դա նույն էֆեկտն է, ինչ որ կարելի է ստանալ ուղիղ եթերում։ Որն է այս եթերի նպատակը։ Նիկոլ Փաշինյանը խաբելով, խարդախություն անելով, խաբելով մեր ժողովրդին, փորձում է ներկայանալ իբրև հասարակ, պարզ մարդ, պեռաշկի ուտող, կուկուռուզ ուտող, մարդկանց հետ շփվող, փողոցում քայլող, ազատ, հանգիստ ապրող, բոլորին սիրող մարդ։ Հիմա ընդամենը մենք կգնանք մեքենայով այն երթուղով, որ ինքը առավոտյան տնից, այսինքն կառավարական ամառանոցներից գնում է կառավարության շենք աշխատանքի, որպեսզի դուք տեսնեք, թե ինքը իրականում ինչ անվտանգային աննախադեպ միջոցներ են կիրառում եւ քանի մարդ է իրականացնում նրա սպասարկումը ընդամենը Երևանի մի քանի կիլոմետր առավոտյան անցնելու համար։ Հիմա մենք միասին կանցնենք, ստե ոչ մի բանը ես չեմ կազմակերպել, կտեսնեք թե քանի ոստիկանական ուժեր են աշխատում, խնդրեմ։ 1, 2, 3 մեքենա ոստիկանական, մի հատը գնաց դեպի Էմիս փողոցը, ստեղ հիմա 4-րդ մեքենան ոստիկանական, հիմա ավտոբուսը փոխվեց, ժամը 7-ին հերթափոխը փոխվում է, ստեղ ոստիկանության գվարդիայի հսկայական միջոցներ են այս հատվածում ծառայում ամբողջ օրվա ընթացքում։ Հիմա հերթափոխը տարան, նորը կբերեն։ Հիմա հասնում ենք, այստեղ կառավարական ամառանոցն է, ոստիկանական մշտական հսկողություն է, այստեղ կատարվում։ Խնդրեմ, դիմացից է գալի մի ոստիկանական էկիպաժ։ Եվս մեկը այս անկյունում է կանգնած, ես արդեն հաշվարկը կարող է չկարողանամ պահել, որովհետև շատ են այդ մեքենաները։ Ինքը հիմնականում դուրս է գալի այս հատվածից, տեսեք ստեղ ոստիկանության ինչ ուժեր են կենտրոնացված, 1, 2 մեքենա ստեղ է ոստիկանական, 3 լրացուցիչ, ոստիկանները առանձինել են շարված այս հատվածներում, ես եմ պարզ հասարակ մարդու բան հենա, ոստիկանության գվարդիայի ևս մի հատ միկրոավտոբուս, հիմա շարժվում ենք Պռոշյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, ինքը այս երթուղով է գնալու, հələ սա այն ուղեկցող մեքենաները չեն, որ իր անվտանգության ծառայողներն են, սա դեռ միայն ոստիկանական ուժերն են, խնդրեմ, ևս 2 մեքենա այստեղ, ևս 1 անձնակազմ, որպես կանոն ոստիկանական այս ամեն մի մեքենան, մի անձնակազմը կազմված է 2 ոստիկանից, կամ ոստիկանության գվարդիա, կամ պարեկային ծառայություն, խնդրեմ, ևս մեկը ստեղ, ևս մեկը եմ մյուս անկյունում, չկա տենց խաչմերուկ, տենց հանգույց, որի 2 կողմերից ոստիկանները շարված չլինեն ճանապարհին։ Սա նորից եմ գտնում, սա դեռ ուղեկցումը չի, որ իր շարասյունն է գնում, շարասյունը նույնma մեծաթիվ ուժեր ոչ միայն ոստիկանությունից, ոստիկանության գվարդիայից, այլ նաև պետական պահպանությունից, խնդրեմ, 1, 2, 3, այնտեղ ոստիկանությունը խմբերով է, ևս մեկը ստեղ, սա դեռ հələ առավոտյան ժամն է, և ինքը դեռ կառավարական ամառանոցում, այսինքն երբ որ ինքը դուրս է գալի, այսինքն յուրաքանչյուր հետիոտն անցումի 2 կողմերում նույնպես կանգնում են ոստիկանության ծառայողներ հետիոտնային անցումների վրա, որպեսզի իր անցնելու պահին թույլ չտան որևէ մեկը փողոցով անցնի, անգամ եթե կանաչ լույս է հետիոտների համար։ Խնդրեմ, ևս 2 անձնակազմ ոստիկանական կանգնած է Մաշտոցի պողոտայի այդ խաչմերուկի հատվածում։ Մենք Կարմելուսի տակ ենք կանգնած, հեսա առաջ կշարժվենք, մենք գնալու ենք մինչև հրապարակ, շատ կարճ տևողություն, այսինքն այդքան ուժերը հսկայական, առավոտից
ասված են ընդամենը Երևանի կենտրոնում մի 2-3 կիլոմետր այստեղ մեծ տարածություն չի։ Խնդրեմ նայեք։ Եվս մեկ անձնակազմ ստեղ ճանապարհին են դե ընթացք ովքեր որ կանգնած են կանգնողներից բացի կան նաև շարժվող էկիպաժներ, որոնք որ տեսեք եւս 1, 2, մեկը այն անկյունում, մեկը ստեղ։ Մակթեքվենք դեպի Հանրապետության հրապարակ, մեկը հիմա մեր հետևից է գալի, այսինքն կանգնած ստացիոնար ծառայություն իրականացնողներից բացի կան նաև բարեկային հսկողություն իրականացնող, ընթացիկ հսկողություն իրականացնող, հենա մեկը մեր կողքից, մեկը մեր հետևից գալիս են մեքենաները։ Տեսնենք ինչ ունենք մենք մինչև հրապարակ հասնելուց։ Սա այն համեստ, հասարակ, ներկայացող մարդու իրական պատկերն է, նորից եմ ասում, առավոտ կանուխ էլի, որ տենց մեծ երթևեկություններ չի, մեծ ծանրաբեռվածություններ չի, որ ասես տենց վտանգավոր է, մարդ ես, ասենք, եթե դու գնում ես աշխատանքի, ինչ է խանգարում, որ հա երբեմն լինում է նաև որ ինքը բաներ, չէ, ավտոբուսով, մետրոյով, հասարակ դուրս է գալի, գլխարկը գլխին Մենա մեզ անկյունում էլ են բնականաբար կանգնած Այդ ձևով ներկայացող մարդը նայեք իրականում ինչ կա իրականության մեջ Սա բնականաբար ես չեմ հանձնարարել ասեմ ոստիկաններ եկեք շարվեք նկարահանում այսօր նախատեսված չէ ես որոշել եմ ցանկացած առավոտ յուրաքանչյուր մարդ կարա առավոտյան դուրս գա այս երթուղով անցնի ինք իր աչքերով այս ամեն ինչը տեսնի որպեսզի բոլորը դա չանեն ես որոշեցի անեմ մի անգամ ընդամենը լրիվ բավարար դե ամեն օր նույն վիճակն է խնդրեմ եւս մեկը ստեղ եւս 3 մեքենա է մյուսը չի միացրել լուսային ազդանշանները 3 մեքենա կանգնած է Շահումյան արձանի մոտ Շահումյան հրապարակում տեսնենք արդեն հասնում ենք Հանրապետության հրապարակ Եվս մի մեքենա հանձնակազմով կանգնած աստեղ կենտրոնական բանկի մոտ Ես վերջում էլ հաշվարկը կանեմ մեքենաների ես որտեղ դժվար է այդ հաշիվը պահելը զրուցելը եւս մեկը կանգնած է ստեղ Ընտրեմ սա մեկը կառավարության շենքի մոտ մեկը չէ խնդրեմ բոլոր կողմերից Նաև մեկը ստեղ է կանգնած Սա այն երթուղին է, որով ինքը Հեսա պիտի մի քիչ հետո տեսեք բանը հետիոտն անցում է, չէ Երկու կողմից ոստիկանները կանգնած են Ամբողջ իր այդ ճանապարհի երկու կողմերում, որտեղ որ ինքը անցնելու է Հետիոտն անցումների երկու կողմերում կանգնելու են ոստիկանության գվարդիայի կամ համայնքային ոստիկանության ծառայողներ, այսինքն ոստիկանության ուժեր, որպեսզի թույլ չտան մարդիկ անցնեն փողոցը իր անցնելու պահին։ Եվս մեկ մեքենա, եվս մեկ է, ամեն խաշմերուկի վրա, ինչքան մոտենում ենք, այնքան ինտենսիվությունը, խտությունը ավելի մեծանում է։ Այսինքն կառավարության շենքի հարևանությամբ ենք, խնդրեմ, բոլոր տեղերը երկու կողմից ոստիկանները կանգնած են, միջև ստեղ պետք է գա ինքը ոստիկանական մի հատ ամբողջ բազմություն նորից եմ կրկնում սա միայն ոստիկանության ուժը հետա համեցեք խնդրեմ ոստիկանության գվարդիան մեկ այսա ավտոբուսներով ստեղ են հերթապահում հսկայական ուժեր սեր ֆինանսների նախարարության շենքի մոտ խնդրեմ այսքանն է մեր ավտոտուրը որը ցույց է տալի միայն ոստիկանական ուժերի ներգրավվածությունը առավոտյան իր մի կիլոմետրի չափ տարածությունը
անցնելու համար այդ համեստ, պերաշկի ուտող, ոտքով քայլող, մարդկանց հետ շփվող, բոլորին սիրող Նիկոլ Փաշինյանի, թե ոնց է իրականում նա վախենում սովորական մարդկանցից, որոնք դեռ առավոտյան նույնիսկ դեռ աշխատանքի չեն գնում, դեռ միգուցե շատերը չեն արթնացել։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, այս խարդախության բացահայտման համար։ Շնորհակալություն, լավ եղեք։